Գագիկ Հենրիկի Սահակյան 2008 թվականից Սպիտակ քաղաքի քաղաքապետ 8 տարի առաջ Գագիկ Սահակյանին սպիտակցիներն ընտրեցին որպես Սպիտակ համայնքի ղեկավար այն համոզմունքով, որ նա կկարողանա նոր զարկ հաղորդել Սպիտակի վերականգնմանն ու զարգացմանը։ Իր ընտրողների վստահության քվեն ստանալուց հետո վստահ իր հնարավորություններին ու գիտելիքներին, ունենալով կառավարման մեծ փորձ, Գագիկ Սահակյանն իր թիմով պարտքի ու պատասխանատվության մեծ զգացումով պաշտոնավարման հենց առաջին իսկ օրվանից սկսեց կյանքի կոչել քաղաքում առկա տարաբնույթ հսկայածավալ խնդիրները՝ քայլ առ քայլ, աստիճանաբար ու տեսանելի։ Սկսած 2008 թվականից մինչ այսօր 8 տարիները բեկումնային տարիներ են եղել սպիտակցիների համար։ Քաղաքի բարեկարգման ծրագրի շրջանակներում քաղաքային լուսավորության անցկացում, փողոցների ջրահեռացում, ասֆալտապատում եւ բարեկարգում, առանցին թաղամասերում սլաֆատարների անցկացում, գրունտային ճանապարհների բարեկարգում, գազաֆիկացում, նոր կոյուղագծերի անցկացում, քաղաքի սանիտարական մաքրության ապահովում, մանկապարտեզների ու դպրոցների նորոգում։ Սրանք այն խնդիրներն են, որոնց լուծումը տարիներ շարունակ Սպիտակում անիրագործելի են համարվել։ Սակայն, ինչպես ասում են, չկան անիրագործելի խնդիրներ, եթե կա լուծելու ցանկություն։ Քաղաքապետ Գագիկ Սահակյանի համար առաջնային տեղում է եղել աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու հարցը։ 2009-2010 թվականներին աղետի գոտու վերականգնման ծրագրով Սպիտակում հիմնվեց վարպետաց թաղամաս 220 առանձնատներով, կոմունալ կենցաղային հարմարավետ պայմաններով, ջեռուցման համակարգով, ասֆալտապատ փողոցներով։ Երևակայության ինքնատիպ մտածողության տեր ու ռիսկի ընդունակ քաղաքապետ Գագիկ Սահակյանը իր պաշտոնավարման 8 տարիների ընթացքում քաղաքում առկա հիմնախնդիրները բարձրաձայնեց միջազգային, տեղական ու հասարակական կազմակերպությունների շրջանակներում, գտնելով գործընկերներ, վերջիններիս դրամաշնորհային ծրագրերի ու մատչելի վարկային միջոցների հաշվին վերանորոգվեցին բազմաթիվ բազմաբնակարան շենքերի անմխիթար վիճակում գտնվող տանիքները, մուտքերի դռները, հարդարվեցին արտաքին պատերը, նորերով փոխարինվեցին ջրհորդանները, վերանորոգվեց ու բարեկարգվեց հաղթանակ զբոսայգին եւ հայրենական մեծ պատերազմում զոհված սպիտակցիների հիշատակը հավերժացնող ուշակոթողը։ Քաղաքն ունեցավ նաեւ քարաշեն կանգառներ, միջքաղաքային կանոնավոր երթուղի։ Տարի շարունակ քաղաքի զարկերակը ձեռքում պահած քաղաքապետ Գագիկ Սահակյանի ուշադրության կիզակետում են եղել նաև սոցիալապես անապահով ընտանիքների, ծերերի ու հաշմանդամների խնդիրները, ոմանց բնակարան, իսկ ոմանց էլ սնունդ, հագուստ, բժշկական ու դրամական օգնություն։
Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներից կազմված 25 հոգանոց խումբը ամեն տարի ձմեռային արձակուրդներին 20 օր իրենց հանգիստ են անցկացնում Հոլանդիայում։ Ամառային արձակուրդները եւս հագեցած է քաղաքից չբացակայող դպրոցահասակ երեխաների համար։ Ամեն տարի շուրջ 300 երեխաներ տարբեր հերթափոխերով իրենց ակտիվ հանգիստն են անցկացնում կազմակերպված բակային ճամբարում։ Ոչ միայն քաղաքապետ, այլև լավ գործընկեր, ավագ ընկեր ու պարզապես ընկեր Գագիկ Սահակյանի ուշադրության կենտրոնում են եղել նաև քաղաքի երիտասարդներն իրենց նախաձեռնություններով, մարզիկներն իրենց խնդիրներով։ 8 տարի շարունակ սպիտակցիներն ականատես են քաղաքում արձանագրված հսկայածավալ աշխատանքների հարուստ ցանկի։ Դրական տեղաշարժն այլևս Սպիտակում իրատեսական է։ Քաղաքի զարգացմանը նոր զարկ տվող քաղաքապետ Գագիկ Սահակյանը նոր շունչ ու երանգ տվեց նաև համակարգային տոնակատարություններին, օրացուցային միջոցառումներին, անգամ շաբաթօրյակներին ու ծառատունկներին։ Այսօրինակ միջոցառումները քաղաքապետ Գագիկ Սահակյանի նախաձեռնությամբ ամեն անգամ Սպիտակը վերենացել բարեկամության քաղաքի ու հյուրընկալ ընտանիքի։ Տոնի է վերածվել նաև միջազգային ճանաչում ունեցող բարեկամ մարդկանց այցը Սպիտակ։ Կան մարդիկ, ովքեր լոկ իրենց կյանքով ժամանակաշրջան են կազմում։ 2008 թվականից մինչ այսօր 8 տարիները Սպիտակի համար այն ժամանակաշրջանն է, որ պաշտոնավարում է քաղաքապետ Գագիկ Սահակյանը։ Մարդ, ում նվիրումի ու հետևողական աշխատանքի շնորհիվ փոխվեց քաղաքի դիմագիծը։ Չնայած ձեռքբերումներին, Սպիտակում դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման համար էլ քաղաքապետ Գագիկ Սահակյանն ունի լուծման իր հնարավոր, իրատեսական ու լրջմիտ տարբերակները՝ վստահ ու հաստատուն։ Գագիկ Սահակյանը վճռական է եւ ունի կամք փորձառու եւ գրագետ թիմով հավատով ու ստեղծագործ աշխատանքով շարունակել կերտել մեր հարազատ քաղաքի վաղվա օրը։